Happy Sabbath and welcome to this beautiful Sabbath afternoon. Today's scripture reading will be in the book of Luke, chapter 13, verses 22 to 30. The book of Luke, chapter 13, verses 22 to 30. And when he went through the cities and villages, teaching and journeying toward Jerusalem, then one said to him, Lord, are there few who are saved? And he said to them, Strive to enter through the narrow gate. For many, I say to you, will seek to enter and will not be able to. When once the master of the house has risen up and shut the door, and you begin to stand outside and knock at the door, saying, Lord, Lord, open for us. And he will answer and say to you, I do not know you. Where are you from? Then you will begin to say, We ate and drank in your presence, and you taught in our streets. But he will say, I tell you, I do not know you, where you are from. Depart from me, all you workers of iniquity. There will be weeping and gnashing of teeth when you see Abraham and Isaac and Jacob and all the prophets in the kingdom of God, and yourselves thrust out. They will come from the east and the west, from the north and the south, and sit down in the kingdom of God. And indeed, there are last who will be first, and there are first who will be last. Amen. Շնորհակալ ենք Նատան ընթերցման համար, որ գարտացվեցավ ավետարանը սուղ ասու 10-րդ գլուխ 22-ին 30 համարները։ Հիսուս քյուղերը գբդդեր եւ գսորվեցներ։ Եվ գքարոզեր։ Եվ մեկը սավանորդեր, քիչվոր յանանոնք որ պիտի պրգվին։ Անիգալը սավանոնց չանք ըրեք, որ նեղ թրնեն մտնեք։ Կանզի գսեմ ցեզի, թե շադեր մտնել պիտի ուզեն եւ պիտի չգրնան։ Նեղ թրնեն ներս մտեք։ Ինչ կնշանակե նեղ թրնեն ներս մտեք։ Հիսուս կուզե բացատրել նեղ թրնեն ներս մտնելու մասին։ Եվ հետևյալը գսե։ Կանզի գսեմ ցեզի, թե շադեր մտնել պիտի ուզեն եւ պիտի չգրնան։ Անգե դո երբ տանդեր ելե ու թուրը կոցե եւ թուք թուրս մնաք ու սկսիկ թուրը զարնել եւ ասել դեր բաց մեզի անալ բադասխան դալով պիտի ասե ցեզի ցեզ չեմ ջանչնար ուրգեք։ Ով է դանդերը, Աստված ինքն է դանդերը։ Թուրը պիտի կոցե, Աստված պիտի կոցե այդ թուրը։ Հիսուս երբ որ երկինքեն գիչներ իր թակավորությունով թուրը կոծվեցավ, ատկեց վերջ պրգություն կոյություն չունի։ Ուրեմն թուրը կոծվելն առաջ պետք է մարդիկ կարանա այդ թրնեն նեղ թրնեն ներս մտնել։ Նեղ թուրին մասին ապիտի խոսենք մի քանի վայրկյան։ Երբ որ գսեն դեր բաց մեզի թուրը, անալ բադասխան դալով պիտի ասել ցեզի Չեմ ջանչնար ուրգեք, այնադեն պիտի սկսին ասել, մենք քո արջևդ կերանք ու խմեցինք եւ տուն մեր փողոցներում մեծ շորվեցուցիր։ Այնադենվա կարողությունը որ եղավ մարդիկ որ ապրեցան եւ մտիկ ջրին, Հիսուս երկրորդ կալասյանադեն պիտի չգրնան երբ նայն թակավորություն մտնել ըստ Հիսուս Քրիստոսի որ կարոզե։ Քանի որ հետո կերան խմեցին։ Բայց անիկա պիտի ասե, ցեզի գսեմ, Ցեզ չեմ ջանչնար, ուրգեք, մեկտի գեցեք ինձ մե բոլոր աներավություն կորձողներ։ Աներավություն կորձողներ, երբ նայն թակավորությունը պիտի չմտնեն։ Հոմ պիտի ըլլալալ, ու ագրաներ գրջդել, երբ տեսնեք Աբրահամ, Իսահակ, Հակոբ ու բոլոր մարգարեները Աստծո թակավորությանը մեջ ու թուք դուրս մնացած։ Եվ նայեցեք, որոնք պիտի մտնեն։ Այնտեղ պիտի կան արևելքեն, արևմուտքեն, հյուսիսեն, հարավեն, ու պիտի բազմին Աստծո թակավորության մեջ։ Որոնք ուրդեն պիտի կան, Հիսուս ըսավ, 2000 տարիներ առաջ կարոզեց ասիգա, 29-րդ ամար։ Այնտեղ պիտի կան արևելքեն,
Արևելքին հնարավորությունը որ չափերու է մարդ չի գիտեր։ Արևմուտքին հնարավորությունը որ չափերու է մարդ չի գիտեր։ Մենք միանգ տեսնենք արևը ցակեցավ գսենք, արևը մարը մտավ գսենք, իրար մե որ չափերու է չենք գիտեր։ Հյուսիսեն եւ հարավեն անոր հնարավորություններն ալ չենք գիտեր։ Աստծո հաղորդության մեջ մի դիկան։ Եվ պիտի գտնվին հետիններ, որոնք առաջիններ բիդելլան, ու առաջիններ, որոնք հետիններ բիդելլան։ Հիսուս հստակորեն բացատրեց։ Առաջինները կտեսնենք։ Ամեն դեղ գիտես եկեղեցի առաջնորդներ, ավետարանիչներ, անոնք բոլոր առաջնորդներն են, ուրիշ եկեղեցիներ առաջնորդներ, գեղարականներ, առաջնորդներ են անոնք։ Առաջնորդները գիտենք։ Բայց մենք չենք գիտեր թե հետինները որոնք են։ Թբրոցի մեջ ուսիչը տասկու դա, տասարանը կնության գենտարգե, տասարանի մեջ առաջիներ գլան, երկրորդներ գլան, երորդներ գլան, չորորդին և հինգերորդին անունները չի գարտացվիր, հանում արոնք չգարողացան տասը վերջացնել, կնությունը շիդակ պատասխանել, անոնք եղան հետիններ, անոնց անունը չհիշվեցավ, առաջիններուն անունը հիշվեցավ, բայց երկնային թագավորության մեջ ասված գսե հետինները առաջին բիդելլան ու առաջինները որոնք առաջին են հետին բիդելլան։ Դարբերությունը միան ասված կտեսնե ամեն արտարություն, որ այս աշխարհի վրա կգադարվի։ Դպրոցներու մեջ ինչ կգադարվի, եկեղեցիներու մեջ ինչ կգադարվի, դուներու մեջ ինչ կգադարվի, ուսակցության մեջ ինչ կգադարվի, կառավարության մեջ ինչ կգադարվի, բեդություններու մեջ ինչ կգադարվի, որոնք իրարու կսպաննեն, որոնք ծրագիրներ ունին իրարու հանդեպ։ Վերջին հատվածը, որ գարտացի լուրեր են, պատերազմ էր ամեն կողմ։ Ուրեմն հոս երգիր մգա անուններ վիճի դամ, որ գծեվացն է թե հետևյալ երկրին հետը համացայն է և իրարու հետ պարեգամ է։ Եվ ժամանակ մը վերջ կերևնա թե իրարու պարեգամ գարձված երկիրներ իրարու պոստ լարած են իրենց հետևեն։ Այս ինչ տեսակ գենցաղավարություն է, ղեկավարության կողման է։ Անարդարություն, վստահություն չի գա, օրինազանցություն, երեսանց լավ ես, բայց անտիեն գրեն գսես թե այսպես է, ես անտիբաձ եմ, դու կալ անտիբաձ եք։ Նեղտրն ներս մտնելու դժվարությունը հետևյալն է, որ պիտի դեր արձանակրած է առաջին Կորինթացիս 10-րդ գլխում մեջ։ Առաջին Կորինթացիս 10-րդ գլուխ։ Եթե մարդոց ու հրեշտակներուն լեզուները խոսին, մարդոց լեզուները գրնան խոսի, հրեշտակներուն լեզուները ով գրնան խոսի, մենք չենք գրնան խոսի հրեշտակներուն լեզուները։ Հրեշտակներուն լեզուները գխոսին անոնք, որոնք հրեշտակներուն հետ կորձ ունի։ Եթե մարդոց լեզուներով գխոսին և հրեշտակներուն լեզուներն ալ եթե խոսին, Հիսուս կսե, և սերշուն ենան, ես ցայն դվող բղինցի բես եղա, կամ հնչոց ընցղայի բես։ Ուրեմն, եթե ես ոյ մեկ լեզու խոսիմ, ինչ լեզու որ խոսիմ, ինչ ծառայություն որ ունենամ, եթե ես սերջ ունենամ, ես օգուտ մը չեմ ունենար և իմ ցայնս միան բղինցի ցայնի բես է, բղինցի ցայնը գիտեք ինչ է, և պորտկալ ունենաս բղինց և տկալին կավատին գզարնես բղինցին ցայնը գել է, երկատին գզարնես բղինցի ցայն գել է, առանց օգուտ ունենալու ցայն ունիս, բայց օգուտը չունիս։ Ո՞ս է հարցը։ Նեղտրն ներս մտնելու համար երբ որ ցայն ունենաս, բղինցի ցայն պետք չէ ելը, այլ երկնային թագավորության ցայնը պետք է ելը։ Երկրորդ համար, եթե ներողություն։ Եվ եթե մարգարեություն ունենամ ու հասկանամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտությունը ինքս իմաստունի դեղ տնեմ
Եվ նաև եթե ունենամ ամեն հավատքը մինչև լեռները դեղափոխելու ու սեր չունենամ, ոչինչ է։ Մինչև լեռները դեղափոխելու եթե հավատք ունենաս, բայց եթե սեր չունենաս, օգուտ մը չես ունենա։ Հոս հագիրջ գերբով ասեմ, ինչ կնշանակե սեր։ Սիրո մեջ գա ծառայություն առանց ակնկալության։ Սիրո մեջ գա սեր ուրիշի հանդեպ եւ առանց ակնկալության սեր մոնիս ուրիշեն։ Թունք ու ծառայությունդ Քրիստոսի համար բիդնես եւ ոչ թե մարդուն համար բիդնես։ Հոս օրինակով մապացադրեմ մարդուն գենցաղավարտուն եւ ցանկի ինչպես կլա այս աշխարհի վրա։ Շատ կարճ գերբով։ Մենք բոլորս քալելու կարողություն ունենք, աշխատելու կարողություն ունենք, մեր մտքերուն հետ գործակցություն ունենալու կարողություն ունենք, շիդագը եւ սխալը որոշելու կարողություն ունենք, հաջողություն ունենալու կարողություն ունենք, հարցում այս է, այս կարողությունը որտեղ են եկավ։ Արդյոք ինձ մե եկավ։ Ես խելացի եմ։ Ոչ, ես իսեմ ուր եկավ։ Դուք ինչ կճաշակեք ամեն օր, որուն փուսուցածը կճաշակեք, որուն գենթանին գմորտեն եւ անոր միսը գուդեն, ուրդեղ են եկած այդ բոլորը, որ քեզ ուժ գուդա, Աստուծո եկած է։ Թուն Աստուծո ստեղծագործության մեջ են գճաշես, փանջարեղենները գուդես, կենտայներում միսերը գուդես, հավգիտները գուդես, ասիգա գուդես, անիգա գուդես եւ տուն զորություն կունենաս։ Այդ զորությունը քեզի որմե եկավ, գերագորեն եկավ, թե գերագորը ստեղծողեն եկավ։ Ո՞ս է դարբերությունը։ Եթե գահավադաս որ Աստուծո եկավ բոլոր զորությունը կնշանակե որ ինչ որ ունիս, ինչ որ դրված է քեզի իր մե է եւ պետք է իրեն սեր ունենաս կյանքիդ մեջ որ կարողանաս ուրիշին ծառայություն ունել իրեն համար ոչ թե մարդուն համար։ Ո՞ս է հարցը։ Այս շաբթվա ընթացքին մեկում է դեր մնենք ճաշարան մնենք միջին հասակով մարդ մներ։ Ես ինքը չեմ ճաշտար, ինալիզի չի ճաշտար, հոն ճանոթացան գերարու։ Խոս դարձավ, ըսավ ինչ կորձ գնես, ես սիրեն ինչ կորձ գնես, ըսի դերս ինձ այս կորձը դված է ես գնեմ, ես այս հսակ կորձերավ գնեմ, տուն ինչ կորձ գնես, ըսի ըսավ ես էլեկտրականության մասնակետ եմ, ընկերության մեջ կաշխատիմ։ Ըսի ուրեմն ասված քեզի օրտնած է եսի այդ էլեկտրական կորձը որ գնես, քանի որ բավական զարգացում գուզես այդ կորձը։ Կեցավ այսպես մդի գրավ, եսի որ եթե գխորիս որ եսի թունք ու ուղեղովդ ադիգա գրծար ընել եսի, բոլորովին սխալ խորուրդ է եսի, կեցավ մդի գրավ։ Ես ըսավ այդպես երբեք չեմ մտածած, եսի որ մդի գրե, ուրեմն փածադրեցի իրեն, ինչ որ հիմա ցեզի եսի։ Կեցավ այսպես, ուրեմն ըսավ ես տարբեր ձևով պետք է նայեմ կյանքին։ Եսի որ անշուշտ տարբեր ձևով պետք է նայես եւ տարբեր ձևով նայելով եսի ինքը պետք է ճանչնաս։ Եթե ինքը ճանչնաս, դու չես կրնա տարբեր ձևով նայի։ Այս մարդուն հետ գեշամ խոսեցանք, 4 անգամ ծեռնվեցավ ինձ հետ։ Ես ըսավ եկեղեցի կհաջախեմ, բայց ըսավ այս տեսակ փաստադրական ըսավ ես կյանքիս մեջ լսած չեմ։ Որովհետև մարդիկ կխորին որ ադիգա փամմն է որ պետք է լար եւ ես փամմն է որ պետք է ուդեմ որ աբրիմ արմադ կացող չի գա եւ ռեսի եւ որ գամուստանաս սի եւ դիգինի թե դի մի քանի վարգան լավ ժամանակ ունենաս սի եւ սա տղակը դղան որոնից աղջիկ որոնցի դու մեծուցիրա դիգա ասի իրեն կեցավեսպես դու մի անանոր գերագրեցի ռեսի եւ գերագրածը դալսի իրեն դվածն է եւ ատքու դիգնոչդ որովանի մեջի ատմանուկ որ կմեզնա ասի թուն գրնաս երևակալ ատ ինչպես կաշխատի ադոր արոնի ինչպես կաշխատ կմեզնա ատ ծավագ հոնատ փորի մեջը ասի քիտնականներ չեն գիտեր ադիվա եւ մութի մեջ մարդը բա մարտնցավ նորեն ցերկս ծարավ ծերնվեցավ մենք այս աշխարհը գաբրինք գույր օրեն չենք կնարաբրի ինչ որ գտեսնես աշխարհի վրա ինչ որ գտեսնես ադիգա մեզի համար դրված բամն է երտնային թակավորեն այն թակավորեն գուսե որ նեղտերնեն ներս մդիր աս թակավորն է ադիգա դվողը
Երրորդ համար, եւ եթե բոլոր ստացվածքդ աղքատներուն գերցնես ու իմ մարմինս այրևելու ալդաս եւ սերչուն ենաս օգուտ մչես ունենար։ Ես աղքատներուն աշճապ հոգտվի, աշճապ փոդվի, աշճապ զարայեցի, աշճապ ամեն զարայությունը թափե, եթե ադիգա Քրիստոսի համար չդիր։ Թուն աղքատներուն զարայությունը գնես, որովհետև անոր ուժը դվող Աստված է եւ անորալ Աստված կան կուտա, որ թուն իրեն զարայությունը ունես, որբեսի թուն բարձ կունենաս եւ սեր ունենաս անոնցանտե, որբեսի գնաս նեղտերնեն ներս մտնել։ Ասիկա է նեղտերնեն նստնելու նպատակը։ Նեղտերնեն ներս մտիրգսեգորոս, ինչ է նեղտերնեն, ասիկա է նեղտերնեն ներս մտնելը։ Հիմա գսկսի նկարակիրը դալ սիրո։ Առաջին սերը երգայնամիտ է։ Սերը այսինքն երգայնամիտ է։ Կհամբեր է։ Կհամբեր է։ Եվ սերը որ կհամբեր է, վերջ չունի անիգա։ Քրիստոսի սերը որ աշխարհ եկավ, անոր սերը վերջ ունեցավ մինչև այսօր։ Աշխարհի վրա միլիարդավոր բնակիչներուն հանդեպ սերը չբացեցավ, որովհետև ինքը ստեղծեց անոնք եւ ամեն գերագրողը ինքն է։ Ուզե որ անոնք արտենան եւ զինք ջանչնան, որբեսի նեղտերնեն ներս մտնեն, իրեն հետ բնակելու համար երկինք տակավորության մեջ։ Երգայնամիտ է։ Սերը քաղցր է։ Այսինքն ուրախությունով գծարայե։ Սերը չի նախանցիր։ Անիգա անի ունեցավ ես ալասիգա բիդոնենամ, ես ունեցավ ես ինչու չունիմ, այս տեսակ խորհուրդներ ես մեկուն անտիբացանորեն այս շաբթվան տասկին խոսք մտածավ, ինչպես կրնալալ որ սավադիգա ասիոնի ես չունիմ, վերջը դարձավ ներողություն խնդրեց ինձ, սա որ բիներես սավ, ես բեչի սա նախանց ունենամ։ Սերը չի նախանցիր։ Սերը չի կորոզանար, ինքզինքը պամը չի գարզեր, չի հվարդանար, ես եմ, ուզես միլիարդներ ունեցիր, տուն ես չես, կեզի դվողին ադոր շմագատուն հայտնե։ Անվայել վարմոնք չունենար, չի հավեր, չի որար, չի գանչեր, իրենի չի պնդրեր։ Այսինքն, եթե մեկումը տուն նրավդություն գնես, այլևս ադիգա բիդի չի պնդրես, անիգա չի դային է, ես այսօր ավել տրամ ունենայի, ադիգա պոլորովին սխալպան։ Իրենի չի պնդրեր։ Դերը սավ դուր, դվիր ադոր մասին, այլևս մորցիր ադոր մասին։ Դեղ մնեի, բզիկ եգեղեցին գոմանը նվրադություն մնի, ինձ շմագալություն հայտնես, ասի ինձ շմագալություն մի հայտներսի, դերո չհայտնի շմագալությունը։ Թրամի իրեն է, եգեղեցին իրեն է, ամեն պան իրեն է։ Անվայել վարմուկ չունենար, իրենի չի պնդրեր, պարգուտյան չի կրկրվիր, չարություն չի խորիր, անիրավության վրա չի խնդար, ապա ճշմարտության խնդագից կլա, այս բոլոր դվյալները նեղտերնեն ներս մտնելու դվյալներն են։ Ծաներ է, մարդ ենք։ Ընտանիքի մեջ նեղություն կլա, շրջապատի մեջ նեղություն կլա, ասկականներու մեջ նեղություն կլա, եկեղեցի մեջ նեղություն կլա, կառավարության մեջ նեղություն կլա, բայց ասիգա է նեղտերնեն ներս մտնելը։ Հիսուս աստեղ կրեց։ Ամեն բանի գզիչանի, ամեն բանի գհավադա, ամեն բանի գհուսա, ամեն բանի գհամպեր է, սերը բնավ չինար։ Ինչու այսպես է, ինչու այս կրությունը մեր գյանքին մեկ բաժինը պետք է լա։ Որովհետև ինչ որ գարտացին կոս, Հիսուսի բատկերը կներգայացնեն ես։ Հիսուսը որ կներգայացվի որ առաջին Կորինթացիս 10-րդ գլխում մեջ։ Թե ինչպես ապրեցավ այս աշխարհի վրա։ Եվ երկնքի թագավորությունը ինչպես աշխարհ եկավ։ Աս բոլոր գեդերը որ կրված են սիրո մասին, բոլոր Հիսուս կորզատրած է այս աշխարհի վրա եւ նաեւ երկնքի թագավորության մեջ։ Սերը բնավ չինար։ Բայց եթե մարգարեությունները լան բիդի խափանին, եթե լեզուներ բիդի տատարին, եթե գիտություն բիդի խափանի, անոնք են, որոնք մարգարեությունը գնեն, երբեմն շիդագը գնեն, սխալը գնեն, լեզուներ խոսին իրենք զիրենք փամը կգարձեն, մարդիկ իրենց մտիկ գնեն։ Բայց երբ կատարյալը կա այն ադեն շադեն քիչ բիդի խափանվի, երբ դղա էի, հոս օրինակ մնալ գուդա, երբ դղա էի, ես ալ դղա էի,
Դղայի պես կխոսեի։ Դղայի պես կխորեի, դղայի պես համարում ունեի, բայց երբ այր եղա դղայության բաները մեկից սկեցի։ Մանկության խորհուրդները վերցուցի մտքես եւ Քրիստոսը լման ընդունեցի։ Քիմ բայց հիմա քանզի հիմա մենք որպես հայլի մեջ կտեսնենք անհայտ կերպով, հայլի մեջ կտեսնենք անհայտ կերպով։ Ինչ է հայլի մեջ տեսնենք։ Մենք կտեսնենք Աստծո հզոր ստեղծագործությունը, հայլի մեծ մեր աչքին առջևն է։ Եվ կտեսնենք անոր հսկա կորձունեությունը աշխարհի վրա։ Եվ ադիգա մեզ առջևն հայլի վես, բայց այսօրերը բիդանցնին եւ իրականությունը մեջտեղ պիտի կա, երբ որ ինք երկրորդ հաշտվելով կա։ Բայց այնադեն 30 արիես պիտի տեսնենք։ 30 արիես պիտի տեսնենք, ով պիտի տեսնենք 30 արիես։ Քրիստոսը պիտի տեսնենք 30 արիես։ Եվ մեր ադիգա մեր կյանքին նպատակը ադիգա է։ Ես կուզեմ իմ Քրիստոսը 30 արիես տեսնել։ Հայլիեն պետք է ազատվիմ, միան հայլով կսպասեմ զինք երկնային թագավորությանը, որ երկինքը գնայիմ։ Հայլիը գտիդեմ երկինքը եւ կսպասեմ իմ հայրս, որ երկինքեն վերադառնա եւ իրեն 30 արիես տեսնեմ։ Հիմա շատեն քիչ մտեղյակ եմ, բայց այնադեն այնպես պիտի ճանչնամ, ինչպես ծանծվեցա երկնային թագավորության մեջ։ 10-րդ համար հետևյալն է, ուստի հիմա կմնա հավատ, հույս եւ սեր։ Այս երեքը ասոնց մեծակույնը սերն է։ Հավատ ունենալը պայման է։ Հույս ունենալը պայման է։ Հիսուսի իսածին համաձայն։ Եվ մեծակույն ունենալը անիգա է, որ սերն է։ Սերը մեզի գդանի աստվածային գադարելության մեջ ապրի։ Քրիստոսի սերը մեզ գարաշնորհ է աստվածային երեսը տեսնել թե մարդեմ։ Ապաշխարությունը պայման է։ Պատմությունը պիտի պատմեմ, դե պիտի փակեմ։ Հրճագավոր Աբեդարանի Չմգարմուդի անունով այս եղբայրը Ասավեդարանիչը երդասարտական խումբներ, որ միշտ միասին կհավաքեր եւ ապաշխարության մասին կխոսեր եւ անոնց մեծամասնությունը ապաշխարած էր։ Բայց մեջի երդասարտ մգար, որ իրեն սրդին ծանոթություն էր, որ դակավին ապաշխարած չէր։ Օրմկով է երտակը հարցն է։ Ես կպապակին, որ գսեթուն Քրիստոսը ընդունիս քու սրդիդ մեջ։ Երդասարտ իրեն բաժարապանություն մոգդա, իրեն զրակիրը գսե, այս մեկը Շիկագոյի մեջ կլա։ Գսե հովի վեղբայր գսե, ես գսե իմ զրակիրից մեջը գսե, ես Կալիֆորնիա պիտի երթամ, իմ աբակաս պիտի շտկեմ, երբ որ վերադառնամ, այն ադեն դերը կընդունիմ։ Մուդի անանքիս կլա այս խորհուրդեն, իրեն գսեթուն վստահ ես այդ բանին համար, այո գսե ես այդպես ծրագրած եմ։ Որ այս երդասարտը անանքիս կլա եւ անտանոց կինը։ Հովիվին լուր գդան, մուդի ասին երդասարտը հիվանդանոցն է, լավ չէ վիճակը, մուդի գերտա, գաղոթե իրեն, նորեն գարաչարգե, Սե որ հաջիս կսեք ես մեկ խնդրեմ, որ Հիսուսը ընդունիս քու սրդիդ մեջ եւ ապրիս իր փառքին համար այս աշխարհի վրա։ Այս երդասարտը իրեն հիվանդ վիճակի մեջ նորեն գմերժե, գսե որ ինչ որ քեզի ստաց իմ հովի եղբայրը գսե այդպես պիտենեմ դերտամ Կալիֆորնիա եւ այսպես պիտենեմ որ վերադառնամ այն ադեմ դա աշխարհեն։ Կարող չանադուն գերտա այս երդասարտ։ Քիշերմը կոլուխը գաբած քուրմը գուկա մուդի ինդունը եւ կսկսի գանչել իրեն հովի եղբայր մուդի քեզ մեկ խնդրեմ ամուսինը շատ հիվանդ է շատ ծանր է խնդրեմ որ դու նկաս եւ աղոթես իրեն համար Թունով սկսե ասինչն անունը գուտա ուրեմն այս երդասարտին դիգիններ որ եկած էր
Դիգին ինգլիսը որ չեմ գարձվելուս է քո ամուսինիդ խույս կաս կսե պրգվելու։ Սո չեմ ուզեր կալ կսե բադվելին։ Բայց գինը շատ գաղաչ է։ Դիգին աղաչանքին վրա գելլե եւ գերտա ասերդասարտին դունը։ Երդասարտին դունը գերտա։ Դեսնամ որ երդասարտը բարգած է, աչքերը սևերած է տեվիդանիկ։ Երկու բարգը գրտնե։ Շատ ուշ է։ Հովի վգաղոթե ցերկը գբրնե նորեն գրտնե շատ ուշ է երկու անգամ եւ գմահանա Սիրելի ունգընտիր եթե մինչև այսօր դակավին ապաշխարած չես եւ դեր ընդունած չես շատ ուշ չեղած ընդունեցինք Հավատքով ընդունե, հույսով սպասե և սերով ապրիր այս աշխարհի վրա ինքը ներկայացնելու։ Տերը օրհնե ձեզ և բայեցես։ Մինչև հաջորդ հանդիպում։